Ողջույն, դուք 90+-ի YouTube-յան ալիքում եք։ Մենք շարունակում ենք պատրաստվել քառամյակի գլխավոր իրադարձությանը։ Աջակցեք հերթական հոլովակը ու եկեք ավելի մոտիկից ծանոթանանք H խմբի մասնակիցներին։ Այս քառյակը տարբերվում է մնացածներից։ Այստեղ է մոլորակի ամենաուժեղ հավաքականը բարձր խաղամակարդակի եւ կազմակերպվածության տեսանկյունից։ Նրանց կողքին աշխարհի առաջնությունների առաջին հաղթողն է։ H խմբում տեղ է գտել նաև գաճաճ պետություն եւ խորհրդավոր ու անկանխատեսելի թիմ, որը մեկ օրում կարող է հաղթել ապագա չեմպիոնին, իսկ 4 օր անց պարտվել ճգնաժամի մեջ գտնվող Լեհաստանին։ Այս քառյակն անկասկած կգտնի իր հանդիսատեսին։ Ֆավորիտ լինելը ոչինչ չի նշանակում, երբ դու դաշտում ես։ Դա քեզ առավելություն չի տալիս եւ չի օգնում ավելի շատ գոլեր խփել։ Փորձառու մարդու իմաստուն խոսքեր, եւ որքան էլ զարմանալի է, հեղինակը Լամին Յամալն է։ Այնուամենայնիվ նա 18 տարեկանում արդեն հաղթել է Եվրոն եւ 6 ներքին տիտղոս։ Բնականաբար հասկանում է, որ Իսպանիան մրցաշարի անվերապահ ֆավորիտը չէ, եւ մրցակիցներին թերագնահատելը կարող է թանկ արժենալ։ Այդուհանդերձ Իսպանիայի հավաքականը մրցաշարում ամբողջական տեսքով ու երկար պահեստայինների նստարան ունեցող թիմերից մեկն է։ Յամալը ելույթն ավարտեց այսպես. Իմ կարծիքով մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը։ Առհասարակ եւ հիմա եւ ընդհանրապես 21-րդ դարը իսպանացիների ֆուտբոլի ոսկե դարաշրջանն է։ Առանցքային հաջողությունները գրանցվեցին Վիսենտե դել Բոսկեի ժամանակ։ Դեստ ներկայիս ղեկավար Լուիս դե լա Ֆուենտեի հետ Կարմիր Ֆուրիան տպավորում է կառուցված խաղով, ասես սա հավաքականի ֆուտբոլ չէ, այլ ակումբային։ Դե լա Ֆուենտեն հիանալիորեն համապատասխանեց թիմին, թեկուզ հենց այն պատճառով, որ Յամալին, Գավին, Պեդրին գիտեր դեռ մանկապատանեկան ֆուտբոլից, իսկ Ռոդրի, Օյարսաբալի եւ Մերինոյի հետ մարզիչը հաղթել է պատանեկան Եվրոներ եւ Տոկիո օլիմպիական արծաթը։ Ընտրական փուլը իսպանացիները չզգացին, ինչը զարմանալի չէ։ Խումբը նրանց հանձնվեց առանց դժվարությունների։ 5 հաղթանակ, 1 ոչ ոքի եւ գոլերի 21-2 տարբերություն։ Թեև ստրեսային գործոններ կային։ Առաջին հերթին առանցքային խաղացողների վնասվածքները։ Շարքից դուրս էին մնում Ռոդրին, Պեդրին, Յամալը, Նիկո Ուիլյամսը, բայց պահեստայինների նստարանի խորությունը չեզոքացնում էր բոլոր կորուստները։ Ինչ վերաբերվում է ոճին, Դե լա Ֆուենտեն երբեք չի ձգտել քանդել կամ վերափոխել Ֆուրիա Ռոխայի ի սկզբանե ունեցած ֆուտբոլը՝ դինամիկ, տեխնիկապես հարուստ եւ ուլտրակոմբինացիոն։ Իսպանիան առաջվա պես պաշտում է գնդակն իր մոտ պահել, իսկ հա տխրահարճակ տիկիտական իր թույլ 2 րոպեանոց հետո առաջ փոխանցումներով վաղուց անցյալում է։ Գնդակը թիմի մոտ սկսեց շարժվել ավելի արագ եւ ավելի հաճախ ուղղահայաց ուղղությամբ։ Եվ եթե նախկինում իսպանացի ֆուտբոլիստների գլխավոր նպատակն էր փոխանցումով գտնել դաշտի կենտրոնական տրիոից Չավիին, Ինիեստային կամ Բուսկետսին, ապա հիմա գնդակը փորձում են ավելի արագ հասցնել ռեակտիվ վինգերներին։ Գնդակի կորստից անմիջապես հետո թիմը ակտիվորեն պրեսինգ է դիմում, փորձում է ճնշել մրցակցին քանակով։ Ամեն ինչ ֆուտբոլային ժամանակակից միտումներին համապատասխան։ Իսպանիայի հավաքականի կազմով անցնելու ու առանձին ամեն մի ֆուտբոլիստի վրա կանգ առնելու կարիք չկա։ Նրանց անհնար է չճանաչել։ Մունդիալին Դե լա Ֆուենտեն հավաքել է այն կորիզը, որով 2 տարի առաջ նվաճեց Եվրոյի ոսկին։ Դե լա Ֆուենտեն թիմում չի ներառել մի քանի առանցքային դեմքերի ոչ հեռու անցյալից։ Առաջին հերթին Դանի Կարվախալին եւ Ալվարո Մորատային։ Նիկո Ուիլյամսի մասնակցությունը նույնպես հարցականի տակ էր, բայց նա հասցրեց վերականգնվել եւ ընդգրկվեց հայտարարությունում։ Կազմից բացակայում են Մադրիդի Ռեալի ներկայացուցիչները։ Ոչ մի ֆուտբոլիստ արքայական ակումբից պատմական այս փուլում։ Բավականին վիճելի հարց է, ով կլինի հիմնական դարպասապահը։ Շատ տարիներ Ունայ Սիմոնն է պաշտպանել դարպասը, բայց Բասկը, ինչպես եւ ողջ Ատլետիկ Բիլբաոն անցկացրեց անհավասար, անհամոզիչ մրցաշրջան։ Առաջին համարի մյուս տեխնացուն Դավիդ Ռայան է, ով անցկացրեց կյանքի ուժեղագույն մրցաշրջանը, դառնալով Անգլիայի չեմպիոն, զուգահեռաբար ստանալով անգլիական Պրեմիեր լիգայի ոսկե ձեռնոցը 3-րդ տարին անընդմեջ։ Հավաքականի համար յուրաքանչյուր արդյունք բացի չեմպիոնությունից կդիտվի ձախողում։ Կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքով, թե որքան հեռու կգնա Ֆուրիա Ռոխան եւ որ հավաքականը կարող է կանգնեցնել իսպանացիներին։
Կաբո Վերդեի պատմությունը որպես երկրի եւ առանձին ֆուտբոլային հավաքականի մեծապես նման է Կյուրասաոյին, որի մասին մենք արդեն խոսել ենք նախորդ հոլովակներում։ Եթե չեք հասցրել դիտել, հղումը նկարագրությունների բաժնում է։ Սա նույնպես կղզի է, որն ինքնավարություն է ստացել համեմատաբար վերջերս, այդուհանդերձ ավելի շուտ, քան Կյուրասաոն, չէ՞ որ Կարիբյան պետությունը ձևականորեն դեռևս ենթարկվում է Նիդերլանդներին, բայց Կաբո Վերդեն էլ փաստացի կախված է մետրոպոլիայից, այս դեպքում Պորտուգալիայից։ Այս ամենը անդրադառնում է նաև ֆուտբոլի վրա։ Հավաքականի ներկայիս շատ խաղացողներ ծնվել են ոչ թե Կաբո Վերդեում, այլ Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում կամ նույնիսկ Իռլանդիայում, ինչպես օրինակ Ռոբերտո Լոպեսը։ Թիմի ներսում ֆուտբոլիստների ծագման աշխարհագրական տարբերությունը ամբողջությամբ չեզոքացվում է։ Կղզիաբնակների մարզիչ Պեդրո Լեյտան կամ պարզապես Բուբիշտան շատ լուրջ է վերաբերվում ինքնության հարցին։ Հավաքականի ճամբարում ակտիվորեն օգտագործում են կրեոլերեն լեզուն։ Թիմում երիտասարդները ավելի շատ փոխարինողներ են հիմնական կազմի վետերաններին։ Մարզիչը ավելի շատ վստահում է փորձառու ֆուտբոլիստներին։ Այստեղից էլ կազմում մոտ 30 տարեկան խաղացողների մեծ թիվը։ Ավելին, միջին տարիքայինով կաբովերդեցիները աշխարհի առաջնության եզրափակիչ եռյակում են, միջինում 29.5։ Եթե Իտալիայի հավաքականի հետ երիտասարդներին չվստահել է չար կատակ խաղաց, ապա Կաբովերդեի համար ընդհակառակը դարձավ հաջողության ստրատեգիա։ Մինչև Բուբիշտան կղզիաբնակները ընդամենը 2 անգամ են եղել Աֆրիկայի ազգերի գավաթում, թեև մասնակցի կարգավիճակ են ստացել դեռ 90-ականների սկզբին, իսկ մարզիչի գալուց հետո 2020-ին Կաբովերդեի հավաքականը արդեն 2 անգամ խաղացել է մայրցամաքային մրցաշարում ու պատմության մեջ առաջին անգամ որակավորվեց մունդիալին։ Փորձի հաշվին կապույտ շնաձկները հաղթահարեցին որակավորման փուլը, չնայած խմբում կային ավելի բարձր կարգավիճակ ունեցող թիմեր, օրինակ Կամերունն ու Անգոլան։ Ամեն ինչ Բուբիշտայի ու ընկերների համար սկսվեց ոչ այդքան հաջող։ Առաջին տուրերում կղզիաբնակները պարտվեցին Կամերունին 1-4 հաշվով, իսկ Անգոլայի հետ գրանցեցին գոլազուրկ ոչ ոքի։ Դրանից հետո սկսեցին ավելի հաճախ խաղալ մրցակցի թելադրանքով, երկրորդ համարով, ինչն էլ տվեց իր պտուղները։ Դուրս եկան նվազագույն հաշվով հաղթանակների շարքի վրա, այդ թվում հաղթելով Կամերունին ու շրջանցելով ամփոփի Ճաղուսյակում։ Կաբո Վերդեն խաղում է շատ խիտ, էներգատար եւ տեղ-տեղ նույնիսկ ագրեսիվ ֆուտբոլ առանց գնդակի։ Թիմը հազվադեպ է հրաժարվում միջին բլոկից, պրեսինգ է դիմում անհատապես եւ համաձայնեցված փակում են կենտրոնը։ Վերջին տարիների գլխավոր փոփոխությունը այն է, որ թիմը դադարել է կախված լինել բացառապես վետերաններից, ինչպիսիք են Ռայան Մենդեշը եւ Գարի Ռոդրիգեսը։ Նրանք դեռ կարևոր են հատկապես հանդերձարանի եւ էմոցիոնալ ֆոնի համար, բայց այլևս համակարգող ֆուտբոլիստներ չեն։ 36-ամյա Մենդեշը ֆուտբոլ է խաղում Թուրքիայի երկրորդ լիգայի Իգդիրում, իսկ Ռոդրիգեսը Կիպրոսական Ապոլոնում։ Թիմի գլխավոր խորհրդանիշներից մեկը Նայլոն Լիվրամենտոն է, պորտուգալական Կասապիայից։ Ֆուտբոլիստը ընդունակ է առաջ տանել հարձակումը ոչ միայն ֆիզիկականի հաշվին, այլև տարածության հետ աշխատանքի շնորհիվ։ Ընդ որում Լիվրամենտոն հաջող է ոչ միայն գրոհի եզրափակիչ փուլում, այլ նաև անցումային փուլերում։ Բացվում է երկրորդ տեմպի տակ եւ շատ է վազում առանց գնդակի։ Բուբիշտայի համար սա առանձնահատուկ կարևոր է, որովհետեւ առանց դաշտում ամեն մեկի ինտենսիվ աշխատանքի նրա խաղային մոդելը անօգուտ է։ Կաբո Վերդեի ուժեղագույն գիծը այնուամենայնիվ պաշտպանությունն է, հատկապես կենտրոնը։ Այստեղ է կազմի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Լոգան Կոշտան Վիլյարեալից։ Ֆուտբոլիստը այնքան կարևոր է հավաքականի համար, որ մարշական շտաբը ռիսկի դիմեց հայտարարությունում ներառել նույնիսկ ծանր վնասվածքից հետո, որի պատճառով նա բաց թողեց գրեթե ամբողջ մրցաշրջանը։ Կոշտան ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստ է, ագրեսիվ է դուելներում ու վստահ է գնդակով խաղարկումները սկսելիս։ Նրանից աջ Վագներ Պինան Տրաբզոնսպորից, Ձախից Սինձի Կաբրալը Բենֆիկայից։ Տրիոյի ընդհանուր արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Այս տղաները պաշտպանական գծի արդյունավետ խաղով կփորձեն ծածկել հարձակման թույլ կողմերը։ Թիմի պաշտպանությանը լուրջ փորձություն է սպասվում առաջին տուրում։ Մրցակիցը Իսպանիան է։ Երբ նախորդ առաջնությունում Սաուդյան Արաբիան գլխիվայր շրջեց Արգենտինայի դեմ խաղը, շատերը դա անցկալեցին որպես անոմալիա։ Տիպիկ պատմություն, ֆավորիտը թերագնահատեց մրցակցին, բայց նման բացատրությունները խիստ պարզեցնում է իրականությունը։ Աշխարհի ապագա չեմպիոնների նկատմամբ հաղթանակը օդից չհայտնվեց։ Սա մի քանի տարվա համակարգված աշխատանքի հետևանք էր, որը ժամանակին սկսել էր Էրվե Ռենարը։ Նրան հետագայում ստիպված եղան վերադարձնել, որպեսզի փրկեն հաջորդ մունդիալի որակավորումը Ռոբերտո Մանչինիի օրոք ձախողված շրջանից հետո։ Իսկ հետո զավեշտալի իրավիճակ Ռենարի համար։ Ապրիլին Մարչին, որ փրկել էր սաուդցիներին,
Ջանյանին հեռացրին հավաքականից։ Որպես պատճառ ֆեդերացիայի նախագահը նշեց մարտ ամսվա անկերական խաղերի վատ արդյունքները։ Առաջնությունից 2 ամիս առաջ համակարգային մարզչի հեռացումը ուղիղ կրակոց է սեփական ոտքին։ Ժամանակին Ռենարը ոչ միայն նորից հավաքեց տեղում դոփող թիմը, դարձնելով այն պլյուս-մինուս մրցունակ նվազագույնը ասիական մակարդակով, նաև անցավ նրա հետ բոլոր հաջորդող փուլերը։ Ռենարը հսկայական առավելությամբ առաջինն է Սաուդյան Արաբիայի մարզչի պաշտոնում անցկացրած ժամանակով ողջ պատմության ընթացքում։ Առաջինն է խաղերի քանակով եւ հաղթանակների թվով։ Մանչինի քեյսը ապացուցեց, որ սուպերկերպարի հրավիրումը հավասար չէ արդյունքների ապգրեյդին։ Աստղային մարզիչ, հսկայական ներդրումներ լիգայում, եվրոպական վետերանների տեղափոխություն տեղական առաջնություն, ամբիցիաներ 34 թվականի տնային աշխարհի առաջնությունից առաջ։ Բայց պրակտիկայում իտալացու նշանակումը բացարձակապես չարդարացվեց։ Թիմը պահանջներով գերբեռնված էր, եւ ինչն ամենակարևորն է, որցրեց հենց այն էմոցիոնալ համարձակությունը, որի շնորհիվ աշխարհը հիշեց կանաչ բազեներին կատարում։ 2024 թվականի աշնանը հետ կանչեցին Ռենարին, որ լուծեց ընտրական փուլի խնդիրը։ Ռենարը կանաչ բազեներին վերադարձրեց սովորական մարտավարական ճկունությունը, արհեստական խաղից դուրս վիճակ, բարձր պրեսինգ, սխեմայի մշտական ռոտացիա, գնդակով ու առանց գնդակի։ Ֆրանսիացուն փոխարինեց Գեորգիոս Դոնիսը։ Նույն մասնագետը հայրենիքում մարշական աշխատանքի է անցել 2002-ից, մինչև սաուդցիների երկրի գլխավոր թիմը մարզելը եղել է Ապոելի եւ Մաքաբիի գլխավոր մարզիչը։ Առաջին անգամ Դոնիսը գլխավորեց Ալ-Հիլալի 2015-ին, իսկ 2021-ից սկսած մարզիչը անընդմեջ աշխատում է Սաուդյան Արաբիայում։ Գազմը սաուդցիների մոտ չափազանց համեստ է։ Գրեթե բոլոր խաղացողները ներկայացնում են տեղական լիգան։ Թիմի գլխավոր անձը համակարգ ստեղծող օղակը շարունակում է լինել թիմի ավագ 34-ամյա Սալեմ Ալ-Դավսարին, ով իր վրա է վերցնում խաղի կառուցումը, պատասխանատու է վերջին փոխանցման համար եւ մնում է ոչ ստանդարտ որոշումների կարևորագույն աղբյուրը եզրափակիչ երրորդ գոտում։ Հենց նա դարձավ վճռորոշ որակավորման հատվածի առանցքային հերոսներից մեկը։ Ալ-Դավսարին գոլ է խփել նախորդ 2 աշխարհի առաջնություններում։ Նոր սերնդի գլխավոր տաղանդ է համարվում Մուսա Բալ-Ջուվայրը։ Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը հնարավոր է կարիերան շարունակի Եվրոպայում։ Հավաքականում կան գործող լեգիոներներ, օրինակ երիտասարդ վինգեր Մարվան Ալ-Սահաֆը Անտվերպենից, աճպաշտպան Սաուդ Աբդուլհամիդը Լանսից, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Ռոմային, որտեղ խաղում էր նախորդ մրցաշրջանում։ Խմբից դուրս գալը ներկայիս պայմաններով սաուդցիների համար իրատեսական է։ Քառյակի երկրորդ տեղի պայքարի մրցակիցը Ուրուգվայի հավաքականն է։ Շարժվում ենք առաջ։ Հոլովակի վերջին հավաքականը աշխարհի առաջին չեմպիոններն են։ Մարականասոնը ուրուգվայցիների համար պարզապես ֆուտբոլային տերմին չէ, այլ ազգային միֆոլոգիայի մի մաս։ Պատմություն, որ երկրում գիտեն ավելի լավ, քան դպրոցական ծրագրերը։ Փոքրիկ Ուրուգվայը եկավ Բրազիլիայի աշխարհի առաջնություն 1950 թվականին եւ ստիպեց լռել գրեթե 200,000 երկրպագուի Մարականայում։ Այդ ժամանակ ուրուգվայցիները երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն։ Անցել է 76 տարի, բայց այդ թիմի պաշտամունքը ոչ միտեղ չի անհետացել, ինչպես եւ համոզմունքը, որ Ուրուգվայը ընդունակ է լինել մեծ ֆուտբոլային պետություն, նույնիսկ հակառակ իր տարածքի չափսերի։ Եվս մի հետաքրքիր առաջնություն, որի մասին քչերը գիտեն, նվիրված մունդիալների 50-ամյակին։ 1980 թվականին ֆուտբոլային աշխարհը ցնցվեց մի մրցաշարով, որն անվանեցին Մունդիալիտո կամ աշխարհի չեմպիոնների ոսկե գավաթ։ Առաջնությունն անցկացվեց 1980 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1981 թվականի հունվարի 10-ը։ Մոնտեվիդեոյում հավաքվել էին այդ պահի դրությամբ աշխարհի չեմպիոնները, ապացուցելու, թե ով է լավագույնը։ Մասնակցությունից հրաժարվել էր Անգլիան, որի փոխարեն հրավիրվել էր կրկնակի փոխչեմպիոն Նիդերլանդները, եւ հենց այստեղ լեգենդար Սենտենարիո մարզադաշտում Ուրուգվայը խմբային փուլում հաղթեց Իտալիային ու Նիդերլանդներին, իսկ եզրափակիչում սկզբունքային պայքարում Բրազիլիային ու նվաճեց բացառիկ գավաթը, եւս մեկ անգամ ապացուցելով, որ Ուրուգվայը ֆուտբոլային մեծագույն երկրների շարքում ունի առանձնահատուկ տեղ։
Չնայած վերջին 5-ից 7 տարիների ընթացքում ոչ ամենահաջող ժամանակներին Ուրուգվայը միշտ եղել է ուժեղ մրցակից մունդիալներում, իսկ տիտղոսներով մայրցամաքային մրցաշարերում ուրուգվայցիները ընդհանրապես երկրորդն են։ Եթե Արգենտինան ունի Ամերիկայի 16 գավաթ, ապա ուրուգվայցիների մոտ 15-ն է։ Համեմատության համար նշենք, որ Բրազիլիան ունի ընդամենը 9։ Սպասվող մրցաշարի ընտրական փուլը ուրուգվայցիների համար առանձնահատուկ էր։ Պատմության մեջ առաջին անգամ 40 տարվա ընթացքում հաղթեցին Արգենտինային հյուրընկալվելիս։ Օսկար Տաբարեսի դարաշրջանը պարզապես ավարտվեց լեգենդար մարզչի հեռացմամբ։ Ուրուգվայը տասնամյակներով ասոցացվում էր առավելագույնս պրագմատիկ ֆուտբոլի հետ։ Խիտ պաշտպանություն, ուղղահայաց ճեղքումներ, պաշտպանության պաշարմունք եւ ուշադրություն մարտական բնավորության վրա։ Վերջինիս համար երկրում նույնիսկ առանձին տերմին են հորինել։ 3 տարի առաջ Սելեստեն գլխավորեց Մարսելո Բիելսան, թիմ բերելով ինտենսիվություն։ Կենտրոնում պատասխանատու է Ուգարտե Բենտանկուր Վալվերդե խաղացված տրիոն։ Եթե ինչ-որ բան չի ստացվում կիսապաշտպանների մոտ, նրանց ապահովագրում են պաշտպանները։ Բարեբախտաբար Բիելսան սովոր է այն բարձր մակարդակի վրա պահել։ Պաշտպանությունում Ռոնալդ Արաուխոն է, ով տրամադրության խաղացող է, փորձառու Խոսե Մարիա Խիմենեսը եւ բարձրահասակ Սանտիագո Բուենոն Վուլվերհեմփթոնից։ Ավելի ձախ տեղավորվում է Մատիաս Օլիվերան Նապոլիից։ Հարձակման գծի ընտրությունը մեծ է։ Դարվին Նունյես, Բրայան Ռոդրիգես, Ֆեդերիկո Վինյաս, Ռոդրիգո Ագիրե։ Թերևս հենց հարձակումը կարելի է անվանել հավաքականի թույլ օղակը։ Պարզապես ընթերցեմ ակումբները, որտեղ հանդես են գալիս հարձակման գծի ֆուտբոլիստները՝ Ալ Հիլալ, Ամերիկա, Մեքսիկայի առաջին լիգայից, Տիգրիս ու Լա լիգայից սեգունդա վերադարձած Օվիեդո։ Ֆորլանի, Կավանի եւ Սուարեսի ժամանակները մնացին անցյալում։ Վերջինս ընդհանրապես հասցրեց վիճել Բիելսայի հետ։ Սուարեսն արեց հնչեղ եւ ոչ այդքան հեռատես հայտարարություն։ Բողոքեց մարզչի եւ ֆուտբոլիստների միջև թույլ կոմունիկացիայից, եւ երբ Սուարեսը ավելի վաղ որոշեց կատարել իր Last Dance-ը Կոպա Ամերիկայում, Էլլոկան պարզապես մերժեց։ Բայց նույնիսկ սուպեր հարձակվողների բացակայության դեպքում, ովքեր նախկինում ձևավորում էին Ուրուգվայի դեմքը, զգացողություն կա, որ այս հավաքականի համար դուրս գալ փլեյոֆ ամենևին էլ նվաճում չի կարելի համարել։ Թիմին հերիքում են համաշխարհային մեծության աստղեր ու խելացի, երբեմն արմատապես ուրիշներին չնմանվող մարզչական մտքեր։ Սելեստեն կլինի չեզոք երկրպագուների կողմից ամենասիրված հավաքականներից մեկը։ Սա H խումբն էր։ Հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք թարմ հոլովակները։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։